Տարուն ջան, ախպեր ջան, էլի որոշել ես գաս քո իմաստնությունները մեզ տենց բաշխես, ախպեր, տենց երկնես այդ քո դարակազմիկ մտքերը։ Պետրոս, ես մարդուն, որ կանչում ես տե, մի հատ չեց հարցնում, ասես, Տարուն, դու որ առավոտը քո սպիտակ գույնի S-կլասի Mercedes-ով, ինքը Mercedes-ը սիրում, էլի Պետրոս ջան, ինքը մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը սկի էշ չէր կարա առներ քշեր, իսկ հիմա Mercedes-ը սիրում, էլի, ունենց լավ տեսքի, էլի, ասեք այդ Mercedes-ով, որ այդ հիմա կառավարության Բաքում ավտոն կանգնացնում է, բարձրանում է վերև, դու ինչ անում սա ախպեր, սա ինչով է զբաղվում, բայց մի օր հարցրել ես Տարուն, ինչով ես դու զբաղվում, այդ մեզ գործի, պետական պաշտոնյա, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գիտես աշխատակազմի ղեկավարը Արայիկն է, Արայիկը 5 հատ տեղակալ ունի, 5 հատ, մեկը է սա, պատկերացնում ես, մարդ են է, մարդ, փող են ստանում, պարգևավճար են ստանում, այս երկրից բարիք են խժռում, բայց ինչ են անում, ինչ կարա լինի սրա գործը, կարող է Տարուն ջան, ասենք կաբինետում օրինակ դդում ես աճեցնում, ասենք խնամ ես, ջրես, աճի, բայց մի հատ այդպես բանի համար մարդ կպահեն Պետրոս, Նիկոլ Փաշինյան օրինակ ինչ չի կարում անի, որ դու պիտի իրան օգնես, ասեք դու ոչ նորմալ կրթություն ես ստացել, ոչ նորմալ դաստիարակություն ես ստացել, արդիկից էլ եկել ես դե, մի հատ համասանում սովորել ես կի, մագիստրատուրա ես կի չի սովորես Պետրոս, ինչ պիտի դու անես հան, մենակ կարաս տենց բաներ էլի բացատրես էլի մեր ժողովրդին աշխարհաքաղաքական հարցերից սկսած մինչև ներքին կյանք, ու ասենք կայացած մարդկանց, ասենք դու քո չկայացած տեղով ինչ-որ վիրավորանքներ ասես, դե հիմա մատ այսօր քեզ ասես մատ կմշակենք են Նիկոլի ասած տես պինցետով, թաթախենք, հանենք, չորացնենք, թաթախենք, հանենք, զբաղվենք չէ մատ Պետրոս ջան, դե դավայ գնացինք